Բարի երեկո բարեկամներ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում Մայրաքաղաք ծրագրի 2016 թվականի վերջին թողարկումն է։ Ողջ տարվա ընթացքում Մայրաքաղաք ծրագրի ստեղծագործական խումբն անդրադարձել է քաղաքային իշխանությունների կողմից տարվող Մայրաքաղաքի զարգացմանը միտված ամենատարբեր աշխատանքների լուսաբանմանը, ներկայացրել մեր սիրելի Ստեփանակերտի մշակութային եւ ամենօրյա անցուդարձը, ներկայացրել մարդկանց, ում կյանքն ու գործունեությունը պարզապես անբաժանելի է մեր սիրելի Մայրաքաղաքի կենսագրությունից։ Մեր թողարկումների շրջանակում փորձել ենք հնարավորինս անդրադառնալ մեր Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին ու մտահոգություններին եւ բարձրաձայնելով դրանք ակնկալել ենք համապատասխան լուծումներ։ Այս օրերին, ինչպես պետական շատ այլ կառույցներում, Ստեփանակերտի քաղաքապետարանում եւս իմի են բերվում եւ ամփոփվում են անցնող տարվա աշխատանքների արդյունքները։ Պատմության գիրքն է արցնում 2016 թվականը։ Այն սովորական տարի չէր արցախցիներիս համար, այն փորձությունների եւ միևնույն ժամանակ ստեղծարար աշխատանքի տարի էր։ Հաղթահարելով մի շարք դժվարություններ, ամենայնիվ պետք է արձանագրենք, մեզ հաջողվել է որոշակի ձեռքբերումներ արձանագրել մեր պետականության կայացման, ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսության զարգացման բնագավառներում։ Ապրիլյան պատերազմին մեր ժողովուրդը դրսևորեց աննախադեպ միասնություն եւ հզոր կամքի ուժ, արժանի հակահարված հարցնելով թշնամուն, դրանով իսկ մեկ անգամ եւս ապացուցելու, որ մեր ժողովուրդը հաստատակամ է իր ճակատագիրը սեփական ժողովրդի միջոցով տնօրինելու եւ մեր պայքարը մինչեւ իր տրամաբանական ավարտին հասցնելու։ Տնտեսության բնագավառում Արցախի իշխանությունների աջակցությամբ շարունակվել են Մայրաքաղաքում վերջին տարիներին սկիզբ առած մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրեր։ Այդ ծրագրերի առաջնահերթություններում են Մայրաքաղաքի փողոցների բարեկարգումն ու կապիտալ վերանորոգումը, դպրոցաշինությունը եւ բնակարանաշինությունը, հասարակական օբյեկտների, մշակույթի օջախների, առողջապահության հիմնարկների կապիտալ վերակառուցումը եւ վերանորոգումը, Մայրաքաղաքի սանիտարական վիճակի բարելավումը, նրա ճարտարապետական տեսքի եւ կանաչապատման աշխատանքների, ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաեւ շատ կարեւոր է մեր բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը, տանիքների կապիտալ վերանորոգումը, մանկական խաղապարակների կառուցումը եւ այլն։ Ստեփանագերտը ավելի գեղեցիկ, ավելի հմայիչ է դառնում։ Իհարկե, տեղաշարժերը, դրական տեղաշարժերը ակնառու են եւ երևում են։ Միևնույն ժամանակ պետք է նշենք, որ մենք դեռևս անելիքներ ունենք, հատկապես ժողովրդի կենցաղային պայմանների բարելավման։ Այս ուղղությամբ Մայրաքաղաքի Ստեփանագերտի ենթակայության տակ գտնող հիմնարձեռնարկությունները լուրջ անելիքներ ունեն, որտեղ նրանց աշխատանքից շատ ժամանակ կապված է մեր բնակչության կենցաղային եւ սոցիալական պայմանների բարելավումը։ Եվ ընդհանրապես մենք պետք է գիտակցենք, որ Ստեփանագերտը մեր բոլորիս տունն է եւ յուրաքանչյուրը անձնական մոտեցումը պետք է բերի Մայրաքաղաքի խնդիրների լուծման գործում, սեփական օրինակով անձնական ներդրում ունենա Մայրաքաղաքի բարգավաճման գործում։ Մենք բոլորս որոշակի հույսեր ենք կապում նոր տարվա հետ, միևնույն ժամանակ, որպեսզի այս հույսերը մեր սպասելիքները իրականանան, մենք պետք է մեր ուժերը համադրենք, անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի Ստեփանագերտը լինի ավելի գեղեցիկ, ավելի հմայիչ, ավելի հարմարավետ աշխատելու եւ ապրելու համար։ 2016 թվականի ընթացքում շարունակվել է Երևանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև տարիներ առաջ կնքված համագործակցության պայմանագրի իրականացումը։ Իրականացված ծրագրերը խորացրել ու ընդլայնել են համագործակցության շրջանակը, ընդգրկելով Երևանի քաղաքապետարանի եւ կոնկրետ վարչական կենտրոնների համագործակցությունը ոչ միայն Ստեփանակերտի քաղաքապետարանի, այլ նաեւ Արցախի հանրապետության շրջանների շրջկենտրոնների հետ։ 2016 թվականը չնայած մեր ապրիլյան իրադարձություններից մեր Ստեփանակերտ-Երևան համագործակցության շրջանակներում էլ ավելի ջերմորեն համագործակցությունը շարունակվել է եւ կուզեի անդրադառնայի հենց այն հանգամանքին, որ իսկույն ապրիլյան իրադարձություններից Նորք Մարաշ վարչական շրջանի, Դավթաշեն վարչական շրջանի եւ Կենտրոն վարչական շրջանների ջոկատները առաջիններս եղել են Ստեփանակերտում եւ ամեն մեկը իրանց դիրքերը պահելով միջև վերջի պահը եղել են սահմանագծերում դիրքերում
Եվ հարկ է նշել նաև, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ելի մեր սահմանապահ զինվորների համար ուղարկվել է օգնություն մոտ 100 տոննա պարենային եւ ոչ պարենային արտադրանք Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել է 20 միլիոն դրամ։ Ապրիլյան իրադարձություններից հետո մենք կազմակերպել ենք մշակութային ծրագրեր եւ տվել ենք նոր ոճ մեր Ստեփանակերտ-Երևան համագործակցության համար եւ ահագին ծրագրեր իրականացրել ենք Ստեփանակերտում։ Դուք եք ականատես եղել, որ Երևան Տարազ ֆեստը կազմակերպվել է Ստեփանակերտում։ Մայր Մկրտչյանի անվան թատրոնը հանդես է եկել Ստեփանակերտում, իրականացվեց 100 դուռ ցուցահանդեսը մեր Ստեփանակերտի պատկերասրահում։ Ստեփանակերտի քաղաքի օրվա կապակցությամբ Թերելմեզյանի անվան դպրոցի սանիկները 6 հատ քանդակ նվիրեցին Ստեփանակերտ քաղաքին, որոնք որ արդեն իսկ տեղադրվել են մեր մայրաքաղաքի տարբեր վայրերում։ Շարունակվում են աշխատանքները ազատամարտիկների այգու շինարարության։ Ինձ թվում է երևի 2017 թվականին արդեն ականատես կլինենք մեր ազատամարտիկների այգու նոր բացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ստեփանակերտ քաղաքի գլխավոր եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները Երևանի քաղաքապետարանը հանձինս պարոն Մարգարյանին պիտի իրականացնեն։ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժինը ողջ տարվա ընթացքում իրականացնելով պլանային աշխատանքներ, նաև արձագանքել ու հնարավորինս չափով լուծումներ է տվել բնակիչների այն դիմումներին ու բողոքներին, որոնք կապված էին քաղաքային տրանսպորտի եւ քաղաքի լուսավորության հետ։ 2016 թվականին բաժնի կողմից իրականացվել են ներքաղաքային տրանսպորտում մրցույթի կարգի պահանջներին համապատասխան ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի պահանջներին մի շարք երթուղիներում իրականացվել է համապատասխան մրցույթներ, որի արդյունքում համար 12 միկրոավտոբուսային երթուղում սպասարկման հաղթող է ճանաչվել Մայր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ մնացածի մասով կարգի պահանջները չեն ապահովել եւ ժամանակավոր երկարաձգվել են սպասարկման այդ գործընթացը։ Ներքաղաքային տրանսպորտի մասով բաժնի կողմից հաճախակի են վերահսկողություն իրականացվում մանավանդ երեկոյան ժամերին ներքաղաքային տրանսպորտի երթուղիների աշխատանքային գրաֆիկների մասով եւ կազմում համապատասխան տեղեկանքներ ու ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ համապատասխան սպասարկող ընկերություններին։ Նշված թերությունները վերացնելու, իսկ էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան տեսչական կողմից վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով։ Նախկինում երթակարգավորական ծառայությունը իրականացվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից համապատասխան լիազորված ընկերության միջոցներով եւ 16 թվականից արդեն հունվարից սկսած երթակարգավորական ծառայությունը իրականացվում է ԼՂ էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ստուգայցեր ենք իրականացնել հասարակական տրանսպորտի կանգառների այդ զբաղվածության այլ մարդատար մեքենաներից ազատելու համար եւ նախազգուշական աշխատանքներ տարել, որպեսզի չխոչընդոտեն մեր հասարակական տրանսպորտի անվտանգ երթևեկությանը։ Արտաքին լուսավորման համակարգի մասով կասեմ, որ իրականացվում են աշխատանքները Արցախեներգո ՓԲ Ստեփանակերտի մասնաճյուղի հետ համատեղ, այսինքն նյութական մասի եւ վերահսկողությունը իրականացում է Ստեփանակերտի քաղաքապետարանը, իսկ շահագործման այդ խոտանված լուսատուների վերանորոգման նման այլ աշխատանքներ իրականացում ընկերության աշխատակիցների միջոցով։ Հիմնական աշխատանքները իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 16 թվականի բյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների ծրագրերով եւ Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի միջոցների հաշվին։ Պետական ծրագրով մասնավորապես կարող եմ շեշտել իրականացվել են Աչափնյակ թաղամասի արտաքին լուսավորման համակարգի ցանցի ստեղծման աշխատանքները իրականացվել են այդ նոր տրամադրված բնակելի տան կառուցման համար նախատեսված հողատարածքների համար 0.4 կՎտ օդային գծերը եւ այդ բնակելի տան տեղամասերից 10 կՎտ օդային գծերը տեղափոխվել են համապատասխան անվտանգ գոտիներ։ Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացրել ենք
Կազմված ծրագրի շրջանակներում Մանուկյան փողոցի 11, 15, 17, 19 շենքերի մուտքերի եւ հարակից տարածքի, այսինքն բակերի արտաքին լուսավորման համակարգի ցանցի ստեղծման աշխատանքները վերջերս պոեզիայի պուրակի ընդհանուր բարեկարգման ծրագրի շրջանակներում տեղադրել ենք համապատասխան թվով 14 զբոսայգի պուրակային լուսատուներ նոր։ Աշխատանքները են տարվել մեր բնակիչների կողմից բարձրացված խնդրանքի, այսպես ասած, հիման վրա Վազգեն Սարգսյան 14 եւ 16 շենքերի կապող դալանի եւ Իսակը փողոցի 4 շենքի դալանի լուսավորման աշխատանքները Ողջ տարվա ընթացքում մայրաքաղաքի բնակիչները պարբերաբար կարող էին ականատես ու մասնակից լինել մշակութային ամենատարբեր միջոցառումների, որոնք հատուկ աշխուժություն պարգևեցին մեր մայրաքաղաքին։ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժինը հաճախ Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ տարբեր առիթներով եւ անառիթ կազմակերպել է բազմաբնույթ ու բազմաբովանդակ մշակութային միջոցառումներ, իսկական մշակութային տոն պարգևելով մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին։ 2016 թվականում բաժինը գործունեություն է ծավալել հիմք ունենալով տարեկան աշխատանքային պլանը։ Բացի նախանշված պլանային միջոցառումներից բաժինը համագործել է բոլոր ենթակա հիմնարկների հետ։ Դա Գյուրջանի անվան արվեստի դպրոցն է, երաժշտական դպրոցը, մշակույթի տունը եւ Մուրացյանի անվան քաղաքային գրադարանը։ Հունվարի 23-ին Սուրբ Հակոբ եկեղեցու բակում կազմակերպել ենք Սուրբ Սարգիս եկեղեցական տոնի նվիրված միջոցառում ակցիա։ Գարնանային տոների միամսակին նվիրված կազմակերպվել է մի շարք մեծարման երեկոներ եւ գեղեցիկ միջոցառումներ։ Ապրիլի 1-ին ուսումնական հաստատությունների հետ եւ դպրոցների հետ համատեղ կազմակերպվել է ՈՒՀԱ-ի խաղեր։ Հունիսի 1-ին մեծ տոներ երեխաների համար, որը կազմակերպել ենք մշակույթի կենտրոնի բակում։ Այս տարի ավելի շատ ուշադրություն ենք դարձրել երիտասարդներին, շատ միջոցառումներ երիտասարդության համար էր կազմակերպվել եւ բաժնի եւ երիտասարդների մեջ շատ ջերմ մթնոլորտ ստեղծվեց։ Հիմա բաժինը պատրաստվում է ամբողջ քաղաքի երեխաների համար կազմակերպել շոու ծրագիր հեքիաթային, որտեղ ամբողջ երեխաները կստանան նվերներ, կհանդիպեն մուլտ հերոսների հետ, կստանան բավական գեղեցիկ հաճույք մեր միջոցառումներից։ Ամսի 31-ին բոլոր ստեփանակերտցիներին հրավիրում ենք Վերածնդի հրապարակ, որտեղ կկազմակերպվի մեծ համերգային ամանորյա տոն 19:00-ին, ժամը 10-ին կլինի հրավառություն, իսկ 10-ից հետո երիտասարդների համար կլինի դիսկոտեք։ Անցնող տարին բավական բարենպաստ էր մայրաքաղաքի կրթության ոլորտի համար, այն առումով, որ նախակրթական եւ հանրակրթական շատ հաստատություններ էլ ավելի բարելավել են իրենց պայմաններն ու առաջարկել իրենց սաներին ավելի հարմարավետ պայմաններ ուսուցման ու դաստիարակության համար։ Անցնող տարին մայրաքաղաքի կրթության համակարգի համար առանձնակեր նրանով, որ նախադպրոցական համակարգը ունեցավ որոշակի ձեռքբերումներ։ Ասեմ, որ մայրաքաղաքում եւս մեկ նախադպրոցական հաստատություն համարվեց մանկապարտեզը սկսեց գործել եւ 3 խմբանոց նոր մանկապարտեզ լրիվ կահավորված, վերանորոգված, հարմարավետ, ուղղակի հեքիաթային շենքում։ Ավելացավ եւս մեկ մանկապարտեզի 2 խումբ, համար 4 մանկապարտեզում կատարվեց խմբերի համալրում, ավելանալով եւս 2 խումբ, սա ինքնիստիկյան մայրաքաղաքի նախադպրոցական համակարգում լուրջ ձեռքբերումներ է։ Մի տարվա մեջ մանկապարտեզ եւ նոր խմբերի ավելացում, որտեղ այս հարցը մայրաքաղաքի համար շարունակում է մնալ առանձնակի ուշադրության կենտրոնում։ Դպրոցների մասով կասեի, որ տարին նշանավոր էր նրանով, որ մայրաքաղաքում համար 9 հիմնական դպրոցը, որ երկար տարիներ վերանորոգման խիստ
անհրաժեշտության հարցեր միշտ բարձրացվում, վերջապես սկսվեց շենքի հիմնարար վերանորոգումը եւ ամբողջ ֆինանսական տարվա ընթացքում այն շարունակվեց, այսօր էլ շարունակվում է եւ հուսով ենք, որ եկող տարում 2017 թվականին այն ներդրները կբացի բոլոր երեխաների համար։ Իհարկե, որոշակի մնացած դպրոցների մասով կատարվեցին ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որոնք իրենց հերթին նպաստեցին եւ օժանդակեցին, որպեսզի դպրոցները իրենց իսկ ձևով բովանդակությամբ որոշակի ապահովեն իրենց առաջ դրված խնդիրները։ Այնինչ որ ավանդական էր, պահվեց միջոցառումներ, մրցույթներ, ստեղծագործական շարադրությունների ասմունքի, ասեմ որ անցած տարում առանձնակի ուշադրություն դարձրեցինք ասմունքին եւ ստեղծագործական շարադրությունների նոր մրցույթներին, դրանով մեր երեխաների մոտ սեր առ հայրենիք, սեր իր հողի, ջրի, մեր երկրի նկատմամբ, որով եւ որոշակիորեն ավելի բարձրացվեց երեխաների վերաբերմունքը այդ մրցույթների նկատմամբ։ Առարկայական օլիմպիադաներում ունեցանք լուրջ հաջողություններ եւ քանակային տեսակետից եւ որակական տեսակետից։ Ավելի շատ երեխաներ մասնակցեցին Հայաստանի Հանրապետության եզրափակիչ փոլին ու առավել եւս վերադարձան պատվոգրերով, դիպլոմներով, հատուկ արժանանալով հատուկ խրախուսանքների։ Տարվա ընթացքում կազմակերպվող մեր բոլոր ավանդական միջոցառումները տարվա լավագույն դպրոց, լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ, առաջավոր մանկավարժական փորձ, լավագույն զինղեկ, դաստիարակ, աշակերտ, այս մրցույթները կազմակերպվեցին իրենց իսկ պատշաճ մակարդակով եւ մայրաքաղաքը ունեցավ տարվա կտրվածքով իր լավագույնները։ Իհարկե այս օրերին մի անգամ եւս կընդհանրացվեն այդ աշխատանքները եւ իմի կբերվեն բոլոր այն ձեռքբերումները, որ ունեցել ենք եւ կանխատեսենք այն քայլերը, որ եկող ֆինանսական տարում պիտի իրականացվի։ Որոշակի նորություններ եղան, որ այս առաջին անգամ դեկտեմբեր ամսում արդեն մեր դպրոցներում կազմակերպվում են պետական ավարտական քննություններ։ Սա կրթական համակարգի այն նորույթն է, որ 12-րդ դասարանի աշակերտները նախկինի 5 պետական ավարտական քննությունների փոխարեն այժմ հանձնում են 3-ը եւ այդ 3-ից որոշները արդեն իրենց ընտրությամբ կազմակերպվում են այս օրերին։ Քաղաքային իշխանությունները խոստովանում են, որ անցնող տարվա ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքները դեռ չեն նշանակում, որ մեր քաղաքում այլևս չկան խնդիրներ ու չլուծված հարցեր, եւ խոստանում են, որ եկող տարում կկրկնապատկվեն ուժերը եւ կփորձեն հնարավորինս ամեն բան անել, որպեսզի մեր քաղաքը դառնա ել ավելի հարմարավետ ու գեղեցիկ ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ մեր հյուրերի համար։ Սիրելի համաքաղաքացիներ, օգտվելով առիթից ուզում եմ ջերմորեն շնորհավորել Ամանորների եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել ձեզ երջանկություն, ամենայն բարիք եւ ամենակարևորը խաղաղություն մեր երկրին, թող գալիք 2017 թվականը լինի կայունության, խաղաղության եւ նորանոր ձեռքբերումների տարի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ուզում եմ շնորհավորել բոլոր արցախցիների այս հրաշալի գեղեցիկ տոնի արդիվ 17 թվականը բոլոր արցախցիների համար լինի անհոգ, խաղաղ, երջանիկ եւ հաջող տարի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Կշնորհավորեի մեր ողջ բնակչությանը գալիք նոր տարվա առիթով։ Կշնորհավորեի համակարգի բոլոր աշխատողների մեր ուշությանը, կամենալով նրանց ստեղծագործ, բեղմնավոր աշխատանք, անմնացորդ նվիրում, կշնորհավորեի մեր բոլոր փոքրիկներին, կամենալով անամպ երկինք, խաղաղ երկինք, որպեսզի նրանք մեծանան խաղաղ երկնքի տակ եւ կարողանան իրենց տեղը գրավել մեր երկրի կյանքում։ Նախ եւ առաջ շնորհավորում եմ բոլոր նոր տարին, թող գալիք նամանոր լինի բոլորիս համար հաջողակ, ոչ մի անգամ սահմաններից բաց լուրեր չլսենք։ Երբոյ 2017 թվականին ումիջ իրազանք ունի թող իրականանա։ Գեղեցիկ է քաղաքը, ուզում է ավելի գեղեցկանա, մարդիկ իրար սիրեն, հարգեն, չգիտեմ, ոնց որ կա, թող դենց է մնա, եւ ավելի լավանա, ոչ թե դեպի վատը գնա։ Մեր համաքաղաքացիներին, մեր հանրապետության ամբողջ ազգաբնակչությանը մաղթում եմ
ամենայն բարիք, հաջողություններ, ամենակարևորը խաղաղություն եւ պետականակետման գործում նորանոր հաջողություններ։ Թող լինենք միասնական, թող լինենք ավյունով լեցուն, որովհետև մենք պետք է կերտենք մեր ապագան եւ անցած տարիների փորձը հենց դրա մասին է վկայում։ Լինենք միասնական, լինենք աշխատասեր, համախմբված մեր իշխանությունների շուրջ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, որ փոփոխություններ կան նորակառույցների տեսքով, բարեկարգման տեսքով, դա կարծում եմ ինքնին ակնհայտ է։ Իսկ ամանորյա գնումներ հասցրել եք անել նվերների հետ կապված։ Դեռ չէ, դեռ ժամանակ կա։ Դեռ ժամանակ կա, կարծում եմ կհասցնենք։ Բոլորին ցանկանում եմ նախ խաղաղություն, երկրորդ հերթին խաղաղություն, երրորդ հերթին խաղաղություն, հետո նոր առողջություն, հաջողություններ։ Ավելի սիրուն է այս տարի զարդարել քաղաքը։ Ես ակտիվություն է պետք ուղղակի մեր ժողովրդի մեջ, մի քիչ մեր ժողովուրդը пассив է, ինչքան ակտիվ լինի, այնքան ավելի կսիրունացնի ժողովուրդը հենց քաղաքը։ Իշխանությունները ամեն ինչ անում են սիրունացնելու քաղաքը, շատ լավ կլինի, որ տարին բարեհաջող լինի ֆինանսապես ժողովրդի համար, դա եւս ներքուստ ուրախություն կպարգևի ժողովրդին։ Շնորհավորում եմ բոլորի գարիք նոր տարին, ցանկանում եմ բոլորին առողջություն, երջանկություն, խաղաղություն մեր երկրին ու հաջողություններ։ Շնորհավորում եմ բոլորի ամանորն ու սուրբ ծնունդը, ցանկանում խաղաղություն եւ ամենակարևորը առողջություն բոլորիդ։ Փոքրիկներին անհոգ մանկություն։ Դուք հասցրել եք արդեն նվերներ առնել եւ սովորաբար առնում եք նվերներ։ Այո։ Ինչ եք առել։ Սովորաբար ինչ եք նվիրում։ Սովորաբար հայրիկիս ժամացույց, մայրիկիս սաղկեփունջ, եղբայրներիս կոնֆետներ։ Իսկ դու ինչ ես սիրում նվեր ստանալ։ Ամեն ինչ։ Շնորհավորում ենք ամանորը, ցանկանում ենք երազանքների իղձերի իրականացում, խաղաղություն, կարևորը։ Հասցրել եք արդեն ամանորյա գնումներ անել։ Նվերներ։ Պատրաստվում ենք, ճիշտ ասած, արդեն։ Մեր մայրաքաղաքում շատ բան է փոխվել, որովհետև կարող եմ ասել, որ իմ կյանքի 50 տարիների ընթացքում այսքան արագ առաջընթաց, այսքան արագ ձևավորում, այսքան գեղեցիկ շենքերի հառնում չէի տեսել։ Նոր տարում նոր հաջողություններ, խաղաղություն, մեր բանակին հզորություն, մեր ժողովրդին միասնություն, Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Բոլոր ընտանիքներում միայն ժպիտ ու ծիծաղ, դա կցանկանայի մեր ժողովրդին, որովհետև մեր ժողովուրդը արժանի է բոլոր ժողովուրդներից էլ երջանիկ լինելու, որովհետև ունի եւ հարուստ անցյալ, ունի եւ հաղթական ներկա եւ լուսավոր ապագա։ Մայրաքաղաք ծրագրի ստեղծագործական խումբը միանում է հնչած բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին։ Մեր մայրաքաղաքի նկատմամբ սիրո ու պատասխանատվության չափը որոշում է մեզանից յուրաքանչյուրը։ Հույս ունեմ, որ եկող տարում մեր սիրելի մայրաքաղաքը կզգա մեր բոլորիս ջերմ ու մտահոգ վերաբերմունքը։ Սա այս տարվա մեր վերջին թողարկումն էր։ Կհանդիպենք արդեն նոր տարում, նոր ասելիքով ու հետաքրքիր իրադարձություններով։